Ընտրակաշառքը ժողովրդավարության ամենավտանգավոր խախտումներից մեկն է։ Երբ ընտրողին իր քվեի դիմաց առաջարկում, փոխանցում կամ խոստանում են գումար, նվեր, ապրանք, ծառայություն, աշխատանքի հնարավորություն կամ որևէ այլ արտոնություն, խախտվում է ազատ ընտրության սկզբունքը եւ ընտրությունը դադարում է արդար լինել։ Ընտրակաշառքը խաթարում է քաղաքացիների հավասարությունը, նվազեցնում հանրային վստահությունը եւ աղավաղում քաղաքացիների իրական կամ արտահայտումը։ Եթե քաղաքացին քվեարկում է ոչ իր սեփական համոզմամբ, այլ որևէ նյութական շահագրգռվածության պատճառով, ընտրությունը դադարում է ազատ լինել։ Օրենքը հստակ արգելում է նման վարքագիծը։ Ընտրակաշառք տալը, ստանալը կամ դրա միջնորդությունը համարվում է քրեական հանցագործություն։ Այն պատժվում է մինչև 3 տարի ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից կատարվելու դեպքում մինչև 7 տարի ազատազրկմամբ։ Ճնշումը նույնպես ընտրական իրավունքի լուրջ խախտում է, այն կարող է լինել բացահայտ կամ թաքնված։ Օրինակ, երբ ընտրողին ստիպում են մասնակցել հավաքների, վերահսկում են նրա ընտրությունը, սպառնում են ազատել աշխատանքից, զրկել սոցիալական աջակցությունից կամ այլ խնդիրներ ստեղծել, սա ապօրինի ազդեցություն է ընտրողի կամքի վրա։ Ընտրողի ազատ կամ արտահայտմանը խոչընդոտելը, նրան որևէ ձևով քվեարկելու կամ քվեարկելուց հրաժարվելուն հարկադրելը քրեական հանցագործություն է։ Ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը պատժվում է մինչև 2 տարի ազատազրկմամբ, իսկ բռնության, սպառնալիքի, նյութական կամ ծառայողական կախվածությամբ հարկադրանքը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ։ Քրեական հանցագործություն է նաև մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը, որը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ։ Մի խումբ անձանց կողմից կատարվելու դեպքում մինչև 6 տարի ազատազրկմամբ։ Քրեական հանցագործություններ են նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրությունների արդյունքների կեղծումը, ընտրական փաստաթղթերի կամ քվեաթերթիկների կեղծումը կամ ոչնչացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքին ապօրինի միջամտելը, եթե քաղաքացուն առաջարկվում է ընտրակաշառք, նրա նկատմամբ գործադրվում է ճնշում, խախտվում է քվեարկության գաղտնիությունը կամ այլ խախտում է տեղի ունենում, կարևոր է հնարավորինս արագ տեղյակ պահել իրավապահ մարմիններին, ինչպես նաև ընտրական հանձնաժողովին եւ տեղում գտնվող լրագրողներին եւ դիտորդներին։ Հնարավորության դեպքում կարևոր է փաստագրել խնդիրը, պահպանելով օրենքով սահմանված կարգը եւ չխախտելով քվեարկության գաղտնիությունը։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սա պարզապես խոսք չէ, սա սահմանադրական սկզբունք է։ Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների միջոցով։ Ժողովրդավարության մեջ ձայնը չի վաճառվում, չի պարտադրվում, չի վերահսկվում։ Այն քաղաքացու ազատ եւ գիտակցված որոշումն է։